Մովսիսյան, խնդրեմ անդրադառնաք ԱԳՆ-ի եւ Փաշինյանի հայտարարությանը առայն, որ արդեն փաստացի համաձայնեցվել է, պատրաստ է խաղաղության այսպես կոչված պայմանագիրը առանց հանրայնացնելու ժողովրդի թիկունքում նման բաներ համաձայնեցնելը ժողովրդավար երկրի բնորոշի չէ։ Ես ուզում եմ հիշեցնել 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակում, երբ որ բոլորիս հրապարակավ խոստացավ, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու, որ Արցախի հարցում ցանկացած իրավիճակ զեկուցելու է ժողովրդին։ Եվ հիմա ստացվում է, որ նա ժողովրդի թիկունքում իրականացնում է գործողություններ, որոնց արդյունավետության մասին մենք ունենք առնվազն լուրջ կասկածներ։ Ունենք կասկածներ, քանի որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրում մեր գործընկերներն են նաև որոշ մասը ծանոթացել այդ պայմանագրի նախնական տեքստին, որևէ կետ այնտեղ չկա գերիների վերադարձի մասին։ Այսինքն ինչ խաղաղություն ենք հաստատում մի երկրի հետ, որը շարունակում է պատանդառված պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ ավելին նրանց յուծում կտանքների է ենթարկում Բաքվի բանտերում։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ գործում է սինխրոն ընդդեմ Արցախի հանրապետության։ Նշանակում է, որ մենք խնդիր ունենք գիտեմ, շարունակենք այս։ Ես ուզում եմ հուսամ, որ պապիկը կթողի մենք շարունակենք։ Եթե կարելի է Ժորժան, եկելի գնացեք իրեք խոսեք, թողեք մենք հարցազրույց իրականացնենք։ Հարցը ձեզ էին տալիս։ Եվ ուզում եմ նաև հիշեցնել այսօր Արարատ Միրզոյանի խոսքը, որ ասում է մենք բոլոր կետերով գրեթե համաձայնության ենք եկել։ Այդ կետերի մեջ արդյոք մտնում է այն ներքին գործը, որը որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարում էր սահմանադրության փոփոխությունների նկատի ունեմ, ասում էին դա մեր ներքին գործն է։ Այդ որ օրվանից դարձավ, որ մեր Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթը սահմանադրությունը դարձել է Իլհամ Ալիևի հետ խոսակցության կամ Իլհամ Ալիևի հետ ընդհանրապես բանակցային առարկա։ Դա մեր սահմանադրությունն է եւ մենք պիտի որոշենք սահմանադրության հետ մեր անելիքները, իսկ հիմա նրանք խոսում են նոր սահմանադրության փոփոխության մասին Ալիևի պահանջով, ինչը անթույլատրելի է եւ ես կարծում եմ, որ ժողովուրդը ուղղակի պիտի մերժի։ Այդ գործընթացը եթե հանկարծ սկսվեց, մենք պիտի ուղղակի բոլորով կանգնենք եւ ասենք, որ մեր հիմնարար փաստաթղթի փոփոխություն թույլ չենք տալու։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղությանը, այսօր ասում է Արարատ Միրզոյանը ասում է 2024-ի ամենաառանցքային թեման եւ ամենաառանցքային իրադարձությունը դա սահմանազատումն է։ Բայց եթե այդ ամենակարևոր սահմանային իրավիճակն էր կամ ամենաառանցքային իրավիճակն էր մեր երկրում, բայց ինչու այդ գործընթացը չի շարունակվում, որովհետեւ Իլհամ Ալիևին այլևս պետք չեն սյուներ տեղադրել։ Այն ինչ որ պետք էր իրեն, մեր կարևորագույն դիրքերը, Նիկոլ Փաշինյանը զիջեց։ Եվ դրանից հետո հիմա արդեն ոչ մի գործողություն տեղի չի ունենում։ Բայց առանցքային գործընթացը ինչու կանգ առավ։ Տեսեք, երեք երբ որ հայտնի դարձավ, ընդ որում Հայաստանի քաղաքացին այդ մասին իմացավ ադրբեջանական ԶԼՄ-ից հետո նոր հերթական անգամ դախնազերծեց ու զրո արձագանք գոնե փողոցում։ Մենք տեսանք Facebook-յան գրառումներ, կործանվում ենք եւ այլն եւ այլն։ Ինչու է հասարակությունը եւ այդ թվում ընդդիմությունը այսքան իներտ այս ամբողջ տեղի ունեցող զարգացումներին։ Ես ուզում եմ ասել, որ այնուամենայնիվ այսօր այստեղ հավաքված քաղաքացիները իրենց ըմբոստությունն են արտահայտում եւ խոսում են այդ մասին։ Ես որ գալիս էի, կառավարության դիմաց մարդիկ էին հավաքված, իրենց ըմբոստությունն են արտահայտում։ Բայց ցավոք սրտի, հարգելի լրագրողներ, մենք ունենք իրավիճակ, որ տարբեր հարցումներով Հայաստանի բնակչության մոտավորապես 70%-ը անտարբեր է ամեն ինչի նկատմամբ։ Քաղաքական գործընթաց կլինի, ընտրական գործընթաց որպես քաղաքական գործընթացի ենթաբաժին, այս մարդիկ չեն հետաքրքրում։ Եվ այո, մենք այստեղ խնդիր ունենք։ Եվ սա համընդհանուր խնդիր է, որը որ մենք պետք է բոլորով լուծենք։ Եվ լրագրողները, եւ մենք, եւ բոլոր իրավիճակներում մենք պիտի կարողանանք մարդկանց բացատրել։ Ես կարծում եմ մարդկանց ցասումը շատ մեծ է եւ իսկապես մարդիկ մերժում են եւ հուսամ, որ կգա նաեւ դա ինչ-որ ձև արտահայտելու եւ այդ արտահայտչամիջոցը գտնելու տարբերակը։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ իսկապես մենք Նիկոլ Փաշինյանի այդ խաղաղության օրակարգը, որը լինելու է միայն թղթի վրա, մենք արդեն այդ մերժումը կունենանք։ Ու նաեւ մի բան նկատեմ, ներողություն, շատ կարճ։ Նիկոլ Փաշինյանը եւ
Իլհամ Ալիևը նույն փաստաթղթի մասին, խաղաղության համաձայնագրի մասին, թեպետ անունը համաձայնություն է, համաձայնագիր է։ Այդ համաձայնագրի մասին խոսում են տարբեր ձևերով, այսինքն մենք ունենալու ենք մի փաստաթուղթ, եթե դա իսկապես կնքվի երկկողմանի, որ ունենալու է մեծ անհասկացվածություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը նույն թուղթը կարդում հասկանում է մի բան, Իլհամ Ալիևը նույն փաստաթուղթը կարդում հասկանում է մի բան։ Եվ այստեղ մենք շատ լուրջ խնդրեմ ենք ունենալու ապագայում դրա իմպլեմենտացիայի հարցում։ Հասկացվածության խնդիր կա նաև Փաշինյանի սատելիտների շրջանակում Արայիկ Հարությունյանը 3 ձոներ նվիրել այս համաձայնեցված փաստաթղթին, ասում էր միակը Փաշինյանն է, որ չվախեցավ գնալ խաղաղության գործընթացի հայերջան դուխով։ Դե միակը Փաշինյանն էր, այո, որ նաև մեր սահմաններում հանձնեց մեր տարածքը Տավուշի մարզում։ Միակ Փաշինյանն էր, այո, եզակի լիդեր էր, որ Սյունիքի մարզում Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ հանձնեց տարածքներ, այսինքն շատ հարցերում մենք կարող ենք հիմա ասել, որ իրոք միակն է եղել, բայց այն միակ համարձակը չէ, որ պահպանում է Հայաստանի Հանրապետությունը, եւ այն համարձակ միակը չէ, որ Արցախի Հանրապետությունը պահպանել է հայկական։ Բայց ասում են խաղաղության այլընտրանքը պատերազմն է, եթե չեք ուզում։ Դե բայց ով չի հասկանում, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Մենք հասկանում ենք, բայց մենք պատերազմը, եթե չենք ուզում կամ եթե մերժում ենք այդ պատերազմը, ապա ինչի գնով։ Այդպես որ լինի, մենք կարող է այսպես գան, այս հատվածը ասեն, այսքան հատվածում դու պիտի ապրեք, այսինքն մենք պիտի հասկանանք, չէ, որտեղ պիտի լինի ընդվզումը, որտեղ պիտի լինի համաձայնությունը։ Այսինքն խաղաղություն ինչի դիմաց։ Խաղաղություն, որ մեր գերիներին այնտեղ խոշտանգեն, մենք այստեղ հասենք դուխով, սա է խաղաղության բանաձևը Նիկոլ Փաշինյանի կառավարության պատկերացրած։ Իսկ բանակցվող խաղաղության հանգուցալուծումը խաղաղությունն է, թե էլի պատերազմը։ Ես չեմ հավատում խաղաղության, որովհետև ես հետևում եմ Իլհամ Ալիևի խոսքերին եւ հետևում եմ նրա հռետորաբանությանը, նրա խոսույթում ընդհանրապես խաղաղության մասին չկա։ Ինքը անդադ խոսում է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է, Հայաստանը ագրեսոր է, Հայաստանը պիտի գոյություն չունենա տարածաշրջանում եւ այդ լիդերի հետ Նիկոլ Փաշինյանը գնում խաղաղության բանակցում եւ այդ նշված խոսույթից որևէ բան չի հանրայնացում, այսինքն Իլհամ Ալիևի ասած այդ ֆաշիստներին պատժելու պահանջը Նիկոլ Փաշինյանը ո՞նց է պատասխանել։ Ինչ պատասխան ունենք մենք չգիտենք, բայց մենք գիտենք մի բան, որ Իլհամ Ալիևը չի ձգտում խաղաղության, ակնհայտորեն ցույց է տալիս, որ չի ձգտում խաղաղության։ Ու մենք սա պիտի բոլորս հասկանանք եւ կարծում եմ Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, բայց թե ինչու է մտել այս գլոբալ process-ի մեջ եւ փորձում դատարկ թուղթը ներկայացնել որպես խաղաղության փաստաթուղթ, ես չեմ կարողանում դրա գաղտնիքը հասկանալ։ Երևի թե Մանեթ Անդելյանի ասածն էր, որ նա ամեն գնով պահում է իշխանությունը։ Շնորհակալ եմ։